ազգակործան պատուասը եւ իր թիմը շարունակում են թիրախավորված գրոհ հայ ռաքելական եկեղեցու նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական անգամ հանդես եկավ գրառմամբ եւ նորից թիրախավորեց ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցել եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև պարոն Սուրենյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչի մասին էր Փաշինյանի այսօրվա գրառումը, եթե վերցնենք այն, որ նա վերջին օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով թիրախավորում է ամենայն հայոց կաթողիկոսին։ Կարծեմ արդեն 2 շաբաթն է մոտենում, որ մենք այս խելագարության ականատեսն ենք։ Իհարկե սրատակսար հաշվարկ կա, Փաշինյանը պարզա, որ ինչ-որ սպոնտան կամ էմոցիայի տակ չի արել այս արշավը, ինչ-որ հաշվարկ ունի, ակնհայտորեն խոսքը եկեղեցու զավթման մասին է, որովհետև նա արդեն իսկ լուծված է համարում կաթողիկոսի պաշտոնակության խնդիրը, համակարգողների ինչ-որ խումբ է ուզում ստեղծել, որը պիտի նոր կաթողիկոս ընտրի, ջիհադականներ է հավաքագրում, փաստորեն եկեղեցու դեմ արշավ սկսելու համար, սա ակնհայտ է, երեկ էլ դրա անոնսը իր կուսակցական տեղակալ տխրահարչակ Վահագն Ալեքսանյանն էր տվել հանրայինի եթերում, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը այս պարագայում հույս չի կարող դնել օրինակ օրենսդրության վրա, որովհետև օրենսդրությունը ընդհակառակը կա 17 եւ 18-րդ հոդվածներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, որոնք տարանջատ լինելն են եկեղեցու եւ պետության ամրագրում են խղճի ազատությունը եւ որևէ կերպ այս հոդվածները չեն ենթադրում որևէ միջամտություն եկեղեցական կյանքին։ Դա չի կարող առաջատար եվրոպական փորձը վկայակոչել, որովհետև օրինակ Ֆրանսիայի Հանրապետությունում շատ ավելի խիստ կարգավորումներ են գործում, դերևս 1905 թվականին Ֆրանսիայում եկեղեցու եւ պետության անջատման օրենք է ընդունվել, այսպես կոչված լաիցիզմը, որը սահմանում է խիստ տարանջատում եւ թույլ չի տալիս որևէ միջամտություն պետական եկեղեցական կյանքին։ Եկեղեցական կյանքին պետական միջամտություն թույլ չի տրվում անգամ անգլիկան եկեղեցու պարագային, որը պետական եկեղեցու կարգավիճակ ունի, գիտեք։ Երրորդը նա հույս չի կարող դնել նաև հասարակության աջակցության վրա։ Օրինակ, եթե դատական համակարգը զավթելու գործընթացում կհիշեք 2019 թվին հələ հասարակության բազմաթիվ շերտեր միամտորեն հավատում էին, որ Նիկոլ Փաշինյանը արդարություն է ուզում հաստատել, արդարադատության խնդիր ունի, դերևս այդ թալանի կոռուպցիայի նախկինների թեման շատ պոպուլյար էին թեմաները, Նիկոլ Փաշինյանը էլի ապօրինի քայլի դիմեց, պաշարեց եկեղեցին, կներեք, դատարանների շենքերը, եւ վերջո մենք տեսանք, որ դա ամբողջ նպատակը դատական համակարգը իր գրպանում տեղավորելն էր։ Այս անգամ բայց հասարակության նման աջակցության, չնայած նույնիսկ 19 թվին անվերապ աջակցություն չկար այդ հարցում, բայց նույնիսկ այդ աջակցության վրա հույս դնել չի կարող, որովհետև օրինակ Երևանում իմ անձնական ուսումնասիրությունները շփումը մարդկանց հետ հուշում եմ, որ 10-ից 8 ուղղակի զզվում է Նիկոլ Փաշինյանից, 10 մարդուց 8-ը, հա, հետևաբար այս պարագայում նույնիսկ հասարակական որևէ աջակցության վրա հույս չի կարող դնել ուժայինները։ Իհարկե ուժային գերատեսչությունների վերնախավերը ստորակարշորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանին, բայց ես չեմ կարծում, որ ուժային, օրինակ ոստիկանության շարքային աշխատողները խանդավառված պիտի լինեն եկեղեցու վրա գրոհելու մտքից, հա։ Մենք հիշում ենք, չէ, որ նույնիսկ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ պատմություններ բազմաթիվ կային, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ խուսափում էին այդ հրահանգները կատարելուց։ Մնում է մի դիվային մտադրություն Նիկոլ Փաշինյանի, որտեղ ես 4 ասպեկտով բացատրեցի, որ նա չի կարող այս դեպքում հույսը դնել միջազգային հանրության իրավունքի եւ այլնի վրա,
Մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված ձևով երկիրը ուզում է ներքաշել քաղաքացիական բախումների կամ եթե կուզեք ավելի հստակ ասեմ, քաղաքացիական պատերազմի վրա, այն հաշվարկով, որ այդ պարագայում ինքը կարող է ակնկալել, ասենք գլոբալիստական արևմուտքի շուրջ շրջանակների Թուրքիայի, Ադրբեջանի աջակցությունը, հա? Այսինքն երկիրը դնելով խաղադրույքի վրա մեր պետականությունը ինքը փորձում է ապահովագրել իր իշխանությունը որոշակի թշնամական կենտրոնների աջակցության վրա հույսը դնելով։ Որովհետև նա շատ լավ հասկանում է, որ եթե նույնիսկ impeachment, փողոց եւ այլն այդ բոլոր գործողությունները հաջողություն չունենան, ինքը շատ լավ հասկանում է, որ 2026-ի ընտրությունները լուրջ խնդիր են իր համար, այո, այդ ընտրությունները ակիլեսյան գարշապար կարող են դառնալ իր համար, եւ նա փորձում է ընտրություններից առաջ մի գլխավոր ճակատամարտով, ճակերտավոր լուծել, ապահովագրել իր իշխանությունը դիմադրության կենտրոններից եւ ես ենթադրում եմ, եթե մենք թույլ տվեցինք օրինակ եկեղեցու այս պատմությունը ինքը Մարսի, ինչի անկեղծ ասած չեմ կարողանում պատկերացնել նման վիճակ, նա անցնելու է երկրորդ տարարին, այսինքն շինց ու դատական գործընթացներով տարբեր գործիչների ուղղակի արգելելու է մասնակցել ընտրությունների։ Որտեւ այս ամեն ինչը արվում է, ասես շատ բազմաշերտ գործընթաց է, եւ արտաքին պատվեր ունի, եւ արտաքին պարտներներին իսկ իրականում մեր երկրի թշնամիներին ինչ-որ բան բացատրելու, իր ուժը ցույց տալու խնդիր ունի, եւ այդ իր կեղծ կոնցեպտը իրական Հայաստանի նյութականացնելու խնդիր ունի, իր համար, այսինքն ինքը որոշել է 2026-ի նախընտրական արշավի հենց այսպիսի մեկնարկ տալ, բախումներով, կոմպրոմատներով, շանտաժով, բոլոր տաբուները ջարդելով եւ այլն եւ այլն։ Օրինակ հիշեք, ինչպիսի գռեհիկ արշավ էր Կիրակի օրը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, որը իր պարագայում արդեն ուրասման բացարձակ դրսևորում էր, ընդ որում ընդամենը այն բանի համար, որ առաջին նախագահ հանդգնել էր հանդիպել կաթողիկոսին եւ հակասահմանադրականությունը շեշտել իր գործողությունների։ Այսպիսին է վիճակը, ես կարծում եմ, որ մեզ ներքաղաքական շատ ուժեղ սրացումներ են սպասվում։ Պարոն Սոնյանց, մենք հիշում ենք, որ իշխանազավթումից հետո այսպիսի մի գործընթաց կար, նոր Հայաստան, նոր հայրապետ, եւ եկեղեցու դեմ ըստ էության այս արշավը մեկնարկել է շատ ավելի վաղ։ Ինչու է ձեզ հիմա սրվել։ Տեսեք, այս ժամանակ ինքը զուգահեռ երկու բան արեց։ Փորձեց առաջի պատերազմի վառ հերոսներից անհատականություններից մեկին Մանվել Գրիգորյանին թիրախավորել, այդ կերպ ինքը մարտահրավեր նետեց երկրապահին, բանակին եւ այլն, այո, եւ այդ շարժումը ակնհայտորեն հրահանգեց, որ տեղի ունենա նոր Հայաստան, նոր հայրապետ, կարծեմ այդ անունը ուներ, իդեպ այդ շարժման շատ ներկայացուցիչներ հիմա կոմֆորտ յուղոտ պաշտոններ են ստացել եւ վայելում են կյանքը այսպես կոչված։ Հա, այդ ակնհայտորեն այս ժամանակ էլ բոլորին պարզ էր, որ առանց իշխանության ցուցումների այս շարժումը չի կարող ծավալվել, բայց ինքը կեղծավորաբար դիստանցավորվում էր այս շարժումից ֆորմալ առումով, ընդ որում դա համարում էր եկեղեցու ներքին գործ, եթե հիշում եք, ասում էր ես չեմ կարող միջամտել, որովհետև եկեղեցու ներքին գործ է։ Հիմա արդեն բաց է։ Այո, այո։ Հիմա կարող էր սա սրվել երկու պատճառով։ Նախ եթե ուշադրություն դարձրեցիք, այս անգամ նրա հրանգը ոչ թե նույնիսկ Ալիևից եկավ, այլ Փաշազադեից, այսինքն Փաշազադեն ըստ էության իր մի քանի հրապարակային ելույթներով Նիկոլ Փաշինյանին հանձնարարություններ տվեց եւ որևէ որակական կամ նույնիսկ մտքային տարբերություն չկա Փաշազադեի ձևակերպումների ու Փաշինյանի արածների կամ հայտարարությունների միջև։ Մի կողմից իմ կարծիքով հատկապես Արցախի հետ կապված հարցերում կա Ադրբեջանի կոշտ պատվեր,
Մյուս կողմից ես էլի կրկնեմ, իրական Հայաստանի իր կեղծ թեզը չի կարող ամբողջական լինել, եթե եկեղեցին սոցիալ քաղաքակրթական այն առաքելությունը ունենա հայոց կյանքում, ինչ որ հիմա ունի։ Եթե ուրիշ գծի մեջ լինի։ Այո, եւ երրորդը, ինչպես ասեցի, ինքը համարել է, որ եկեղեցին հայոց իրականության ամենաուժեղ դիմադրության կենտրոնն է, որ նրան կոդրի կարող է նաև իր մրցակիցների հարցը լուծել 2026-ի ընտրությունների համատեքստում։ Այս բոլոր գործոնների համակցումը բերեց, որ հիմա պետք է անի այդ, եւ դուք շատ լավ գիտեք, որ բոլոր հեղափոխական իշխանությունները, ու դա համաշխարհային տրենդ է, անդադ մի հատ արտաքին կամ ներքին թշնամու կերպար պետք է ունենան իրենց ողորմելի կենսունակությունը ապահովելու համար։ Այսինքն, եթե նայեք Նիկոլ Փաշինյանի 7-ամյա ընթացքին, որևէ փուլ չի եղել, որ մի հատ թշնամու կերպար չլներ։ Ժողովրդին հոգնեցրեցին օրինակ այդ հակառուսականության բանով, հիմա աստիճանաբար նույնիսկ հանրային տրամադրությունները փոխվում են, եթե նկատել եք այդ հարցում, մարդիկ սկսել են հասկանալ, որ մի շարք բաներ, մեղքեր, որ վերագրվում էին Ռուսաստանին, ուղղակի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքն են։ Հիմա նոր բան է գտել, կամ հին թեմաներից մեկը, այսպես վերակենդանացրել է, դա նաև հասարակական տգետ կամ լումպեն խավերի գիտակցության վրա ազդելու ձև է, հետևաբար իր էլեկտորատը կոնսոլիդացնելու։ Շատերի դիտարկմամբ այս արշավի առիթներից մեկը այն էր, որ ամենայն հայոց կաթողիկոսը Բեռնում ելույթ ունեցավ եւ խոսեց բռնազավթված Արցախի ռազմագերիների, բռնի տեղահանության եւ այլնի մասին, այսինքն Փաշինյանը չի կարողանում մարսել այն, որ պետությունում կա մի կառույց, որը հակոտնյա է իր քաղաքական գծին։ Միանգամայն ճիշտ է, երբ որ ես ասում եի ադրբեջանական պատվերի մասին, հենց այս շրջանակում էի ասում, որ վեհապարը մի ուղերձ Բեռնում հնչեցրեց, որը օրինակ պիտի լիներ Հայաստանի որևէ իշխանության ուղերձ, արժանապատիվ, եւ արժանացավ այս թիրախավորումը։ Մի հատ իրադարձություն էլ է տեղ գտել այս վերջի մի ամսում, որը մի քիչ վրիպեր է բոլորիս ուշադրությունից, բայց դա էլ կարող էր շարժել Նիկոլ Փաշինյանի հիվանդ մտադրությունները։ Եթե հիշում եք, նա ասում էր, քանի ես վարչապետ եմ, որևէ պաշտոնյա չպետք է մեկնի Բելարուս եւ այլն, ու ամենայն հայոց կաթողիկոսը եկեղեցի բացելու առաքելությամբ գտնվում էր Բելարուսում։ Թերևս Փաշինյանը իր հիվանդ երևակայությամբ համարել է, որ այս հարցում էլ վեհապարը իր հռչակած մի հիմար քաղաքականության հակադրվել է, այդ բոլոր գործոնները միավորվել են եւ նա որոշել է անցնել այս գրոհին, բայց հիմնական լեյտմոտիվը մեկը սեփական իշխանության վերարտադրության մոլուսկն է։ Առաջին նախագահը այցելեց վեհապարին եւ իր աջակցությունը հայտնեց։ Դրանից հետո հետևեց այդ գրոհը, որի մասին դուք խոսեցիք, եւ ըստ արդյոք այդքան ցավոտ էր իրենց համար առաջին նախագահի այցը եւ առհասարակ ինչպես կգնահատեք այդ քայլը։ Առաջին նախագահի քայլը պատմական քայլ էր, որովհետեւ նա ըստեյության գնաց լրացնելու այն վակումը, այն պետական վակումը, որ առաջացել է գյադայապետության քաղաքականության հետևանքով, իր ծարակշիռ ներկայությամբ նա երրորդ հանրապետության անունից համապարփակ զորակցություն հայտնեց ամենայն հայոց կաթողիկոսին, ընդվզելով իշխանության հակասահմանադրական քայլերի դեմ։ Այո, նրա համար Փաշինյանի սա շատ ցավոտ էր, որովհետև նա իր քաղաքականության հետևանքը տեսավ, որ նախկին բոլոր նախագահները, նրանց կողմնակիցները, նոր ու հին բոլոր ուժերը կոնսոլիդացվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պաշտպանության եւ եկեղեցու պաշտպանության անկախ իրենց միջև արկա բոլոր հակասությունները մի կողմ թողած, սա բնականաբար Փաշինյանին մտահոգեց, խիստ մտահոգեց եւ բացի այդ, եկեք չմոռանանք, որ
Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ էս կամպանիան տանում է երրորդ հանրապետության ուրացման կամ մեր պատմության ուրացման մի հատ գլոբալ համատեքստում։ Այսինքն նա արդեն հասցրել է անկախության հռչակագրի դեմ սրբազան ճակերտների մեջ պայքար մղել։ Նա կասկածի տակ է դրել հայոց ցեղասպանությունը, գեներացնելով թուրքական ժխտողական պատմագիտության անցած դարավերջի 60-ականների, 70-ականների թեզերը։ Նա երկրորդ համաշխարհային պատերազմի կամ նացիստական Գերմանիայի մասին հնչեցրել է բանդերական Ուկրաինայի արդարացնող թեզերը։ Նա հասցրել է Ղարաբաղյան շարժումը հռչակել որպես թշնամական շարժում։ Այսինքն այս բոլոր պետության համար հիմնարար քաղաքակրթական արժեքների դեմ պայքարող մարդը չէր կարող ձեռնոց չնետել նաև եկեղեցում։ Այսինքն իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը հենց երրորդ հանրապետության կենսունակության մասին էր, որտեղ առաջին հերթին նա շեշտում էր սահմանադրական կարգի պահպանման անհրաժեշտությունը, չէ՞, խոսում էր իշխանության հակասահմանադրական քայլերի մասին։ Եվ այդ ցավոտ ռեակցիան դրա հետևանքեր միանշանակ։ Շատ քաղաքական շրջանակներ համարում են, որ իբրև թե Փաշինյանը նույն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ինչ կասեք այս մասով, չնայած մենք տեսնում ենք, որ առաջին նախագահը հերթական անգամ ի ցույց դրեց, որ դա այդպես չէ։ Դե դա նույնիսկ մարազմատիկ է նման պնդում անելը։ Գիտեք, այդ հարցին ամփոփիչ շատ սպառիչ պատասխան այսօր էլ տվեց Սերժ Սարգսյանը։ Մի մարդ ում դեմ պայքարում էր այն հարթակը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնորդ էր, Նիկոլ Փաշինյանն էլ ներկա էր, կատեգորիկ հերքում է այդ թեզը։ Դուք էլ շատ լավ գիտեք, այդ նույն տրամաբանությամբ մենք բոլորս երրորդ հանրապետության քիչ թե շատ հայտնի գործիչները այդ դպրոցը անցել ենք, Լևոն Տեր-Պետրոսյանի դպրոցը, այդ դպրոցը անցել են նաև երկրորդ, երրորդ նախագահները, այդ դպրոցը ես ու դուք էլ ենք անցել, այսինքն տարբեր փուլերում իհարկե, հիմա որ սկսած 88-ից, հա, այդ չի նշանակում, որ բոլոր գործիչները, որ ինչ-որ հանգրվանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին են գտնվել, ավտոմատ համարվում են լևոնական, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն է կրում իրաց բոլոր հետագա քայլերի համար։ Ուղղակի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ քայլած մնացած գործիչների, մնացած բոլոր գործիչների, որոնք նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հակադրության մեջ են եղել, որևէ մեկ այդ գործիչներից իրեն թույլ չէր տվել ու թույլ չի տա վստահաբար Լևոն Տեր-Պետրոսյանի մասին այդ բառամթերքով արտահայտվել, բոլորը անկախ ներքաղաքական խնդիրներից ընդունել են Լևոն Տեր-Պետրոսյանի բացառիկ դերակատարությունը պետականության կայացման գործընթացում եւ հնարավորինս զուսպ են արտահայտվել նախագահի մասին, այ տարբերություն այդ բոլոր մյուս գործիչների Նիկոլ Փաշինյանը, որը ի դեպ իր լուրջ ձեռքբերումը քաղաքական առաջին հենց Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով է ունեցել, այդ պատգամավորական մանդատի մասին եմ ասում, եւ հատկապես նրա թիմակիցները, այո, Ալեն Սիմոնյան եւ այլն, հանդգնեցին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խոսել խուժանի լեզվով։ Այ իրանց տարբերությունը առաջին նախագահի հետ քայլած մյուս գործիչների դա է։ Սա մեկ, երկրորդը Երբ որ եթե մեր հեռուստադիտողը չգիտի, ես տեղեկացնեմ, որ 2012-13 թվականներից Նիկոլ Փաշինյանը խզել է իր բոլոր կապերը Տեր-Պետրոսյանի հետ։ Այսինքն պատգամավորական մանդատներ նրան հետաքրում, դա ստացել է, հենց Լևոն Տեր-Պետրոսյանից էլ եմ հարցրել 2012 թվականից հետո որևէ հանդիպում նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չի ունեցել։ Երրորդը Հիշենք նախապատերազմյան Նիկոլ Փաշինյանը ինչ թեզեր էր գեներացնում, համարյա Տիգրան Մեծի դապտիներին էր ձգտում, Գեղամ Մանուկյանը ինձ չի նեղանա, եթե ասեմ, որ որոշ դեպքերում Գեղամ Մանուկյանից ավելի դաշնակցական էր իր խոսույթի մեջ, որը բացարձակ են խոսույթի շրջանակներում ինչ-որ տասնամյակներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանը գեներացրել է։ Շատերը փորձում էին ընդհանրություն գտնել
հետ պատերազմյան Նիկոլ Փաշինյանի ինչ-որ թեզերի ու Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերի մեջ, սա էլ է կատարյալ մոլորություն, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ արժանապատիվ խաղաղության բանաձևի կրող էր, իսկ Նիկոլ Փաշինյանը կզած Հայաստանի խորհրդանիշն է, ընդհանրապես իսկ կարծում եմ պետականության հիմնադիր նախագահի ու պետականության գերեզմանափոր ոչնչության միջև որևէ իդեոլոգիկ կամ այլ կապ գալը ուղղակի մեղքա պատմության դեմ։ Եկեղեցին զես ինչ քայլերի պետք է գնա այս փուլում։ Մենք տեսանք Մայրաթորի հայտարարությունը վերջին օրերին, շատերի գնահատմամբ այն ըստեյության ընդհանուր հայտարարության մակարդակում էր, այսինքն մարդիկ հանրությունը սպասում են գործողությունների։ Տեսեք, այդ շատերը մեր պատմությունն ու եկեղեցու առանձնահատկությունները չգիտեն։ Եկեղեցու հայտարարությունը շատ սկզբունքային էր, բայց հանդարտ։ Մեր եկեղեցին ուրիշ ձևով չի էլ բնորոշվել, ինքը պահպանողական կառույց է իր արժեքներով, ավանդույթներով եւ ինքը միշտ գերադասել է թշնամիների հետ վարվել, իսկ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը թշնամի է ասիմետրիկ հատվածի մարտավարությամբ, եկեղեցին պահպանում է իր ինստիտուցիոնալ հանդարտությունն ու հանգստությունը, իսկ ասիմետրիկ հատվածներ, քանի որ եկեղեցին բոլորին սա, ի նկատի ունեմ հասարակության կողմից ամենահեղինակավոր ինստիտուտն է հասարակության ընկալումների տեսակետից, այդ իշխանությունը ամեն օր ասիմետրիկ պատասխանները զգում է։ Դրա համար էլ այսպես Նիկոլ Փաշինյանը հանգիստ է կորցրել, եկեղեցին հանդարտ է իր առաքելության եւ իր պատասխանի մեջ, անհրաժեշտության դեպքում վստահաբար օբյեկտիվ է այդ հանդարտությունը։ Այո, որովհետև իրենք շատ վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի պես մի խզբզանքը չի կարող ավելի մեծ մարտահրավեր լինել մեր համազգային կառույցի դեմ, քան եղել են օրինակ պարսիկները, խորհրդային կայսրությունը, թուրքական կայսրությունը եւ սովետական միության իրականությունը, այս եկեղեցին այնքան մարտահրավերներ է տեսել, որ Նիկոլ Փաշինյանի արածը հաստատ իրենց մոտ միայն դիմադրության պոտենցիալ ավելացնելու։ Իհարկե չբացառենք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ այլանդակ մի սցենարով, օրինակ զուգահեռ եկեղեցու ստեղծում եւ այլն, որը կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ մեր քաղաքակրթական ինքնության, հասարակության, սոցիալ-հոգեբանական ընկալումների իմաստով։ Քաղաքացիական այդ բախումներից կօգտվի Ադրբեջանը։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանը այդ հաշվարկով էլ անում է, որտեվ եթե նայեք, տեսեք, վաղուց այս լուզերը չի կարող պահպանած լինել Ռուսաստանի վստահությունը, իսկ ակնհայտորեն, եթե նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների մի հանդարտություն է, ճգնաժամը չի վերացել։ Ակնհայտորեն նրա քաղաքական տանիքները հերթով պարտություն են կրում արևմուտքում, այդ գլոբալիստական արևմտյան շրջանակների հետեմ, եւ նա շատ լավ հասկանում է, որ Եվրամիությունը այդ ռեսուրսներ չունի իրեն պահպանելու, հետևաբար նրան մնացել է միջամտության դաշտ բացել իր միակ դաշնակիցների եւ մեր պետության իրական թշնամիների առաջ, խոսքս Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է, ցանկացած այն էլ պետական մակարդակով խրախուսվող քաղաքացիական խժդժություններ ուղղակի ճանապարհ են բացրելու ադրբեջանական միջամտության համար։ Ներքաղաքական իրադարձությունների համատեքստում մենք տեսնում ենք, որ impeachment-ի հարցը ըստ էության այլևս հանրային քննարկման օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, պատիվում եմ խմբակցությունը առաջադրեց թեկնածու Դավիթ Համբարձումյանին, հիմա զես ինչպիսի զարգացումներ կլինեն այս ճակատում եւ զես ընդդիմությունը այս փուլում ինչ պետք է անի։ Տեսեք, երկու նախաձեռնություն կա այս պահին։ Մի նախաձեռնությունը հենց սկզբից արգելափակվեց, ընդ որում արգելափակվեց, որտեղ նախաձեռնության հեղինակները
շատ տարօրինակ վարքագիծ ցուցաբերեցի, խոսքը Սաղազարյան Ասլանյանի այդ զույգի նախաձեռնության մասին է, որով Էդմոն Մարուկյանը առաջադրվեց։ Ես հիմա քաղաքական կամ անձնական որակներին գնահատական չեմ տալիս, փաստացի եմ խոսում, որտեղ եթե դու մեկին առաջադրում ես ակնկալելով, որ այն երկու խմբակցությունը պիտի միանան, բայց շտապում ես հայտարարել, որ դու երբեք իրաց չես միանալու, դու միանգամից բլոկի մեջ ես դնում քո նախաձեռնությունը, հետևաբար այդ նախաձեռնության հռչակումից մի օր հետո ես արդեն ասել էի, որ այդ նախաձեռնությունը կարող ենք համարել վերջացած։ Հիմա բարեբախտաբար։ Այո, հիմա կա երկրորդ նախաձեռնություն, որը Դավիթ Համբարձումյանի դեմքով է, բայց հիմնական շեշտը դնենք Փաշինյանի անվստահության վրա։ Այստեղ կա իմ համար մի քանի շերտ, շատ դրական եմ համարում, որ խորհրդարանական խմբակցություններից մեկը որոշել է իր նախընտրական խոստումը կատարել, որտեղ իրենք մանդատ ստացել են միայն այդ առաքելությամբ, բայց նաև Հայաստան խմբակցությունը։ Երկրորդը Հայաստան խմբակցության դիրքորոշումը կուզենայի ավելի հստակ տեսնել, որովհետև 20 մնացած ստորագրությունները կտանք իմ համար մի քիչ քաղաքական դիրքորոշում չի, տպավորությունը ստեղծում, օրինակ էլի Աղազարյան Հովիկի գործոնը վճռորոշ է դարձվում։ Դու պիտի քո քայլը անես անկախ մյուս սուբյեկտների վարքագծից։ Բայց այս հարցով շատ չէի ուզենա որ պատիվ ունեմ արեց։ Այո, ես չէի ուզենա այս հարցի վրա շատ ծավալել, որովհետև ժամեր առաջ տեղեկացա, որ վաղը բանակցելու են երկու խմբակցությունները, չեմ կուզենա միզանզգույշ հայտարարությամբ, ասենք, հանկարծ ինչ-որ ձևով խանգարեմ։ Ընդհանրական առումով ինչ կարելի է սպասել։ Տեսեք, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ 34 ստորագրության հարց լուծվելու է։ Ես օպտիմիստական մի քիչ տենց ենթադրություն ունեմ, բայց բոլորս հասկանում ենք, որ իմպիչմենտի գործընթացը անցանցյալ է, ինքը չի կարող հիմնական գործընթաց լինել, հիմնական գործընթացը համաժողովրդական շարժում գեներացնելն է։ Ուրեմն ես ակնկալում եմ, որ առաջին հերթին ընդդիմադիր երկու խմբակցությունները, իսկ իրենց համաձայնությունից հետո նաև ամբողջ ընդդիմադիր դաշտը պիտի կոնսենսուսի գան համաժողովրդական շարժման ճանապարհային քարտեզի հարցում։ Եթե ճանապարհային քարտեզի հարցում համաձայնության եկանք, այլընտրանքային ծրագրի հարցում համաձայնության եկանք եւ համաժողովրդական շարժում եղավ, երկրում ստեղծված ճգնաժամը կարող է դրական հանգուցալուծում ստանալ, այսինքն 34-ը ոչ միայն 36, այլ նաև 54 կարող է դառնալ։ Իդեպ եկեղեցու շուրջ այս գրողները շատերի գնահատմամբ կարող են եւս ազդակ լինել։ Ես հենց դա նկատի ունեի, ճգնաժամ, որ ասում է, հենց եկեղեցու շուրջ, բայց հիմնական բանը, որի մասին պիտի մտածենք, փողոցն է։ Առանց փողոցի 2-3 շաբաթ հետո այս մի նախաձեռնության ոչ դրական ավարտի մասին էլ ցավով պիտի արձանագրենք, դրա համար որպեսզի այդպեսին չլինի, վաղը ես հույս ունեմ, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսի են գալու այս փողոցի հարցում։ Ես ուզում եմ հավատալ Հայաստան խմբակցության անկեղծության այն իմաստով, որ իրանք ասում են փողոց քանի չկա, հա, այդ իրատեսական չեն համարում, ահա ոչինչ չի խանգարում վաղը նստել երկու խմբակցություններով, մանավանդ իրենք համատեղ նման փորձեր ունեն, փողոցային պայքարի ճանապարհային քարտեզ մշակել եւ ամենակարևորը ծրագրի, տեխնացուն ավելի քիչ կարևոր է, քան ծրագիրը, որտեղ մենք բոլորս գնում ենք Փաշինյանից ազատվելու, չէ՞, ավելի պակաս համարելով, ավելի պակաս կարևոր համարելով տեխնացուի գործունը։ Ես նման մեծ հույսեր ունեմ, չեմ ուզում շատ օպտիմիստաբար տրամադրվել, բայց հույս ունեմ, որ փողոցի գեներացիայի մասին պիտի պայմանավորվեն։ Սա է գերխնդիրը։ Իմպիչմենտի գործընթացը ածանցյալ է։ Մանավանդ որ հիմա շատ բարար թող կա, դուք շատ ճիշտ նկատեցիք, նույնիսկ խորհրդարանական ընդդիմությամբ չիացած հասարակական շատ խմբեր, որոնք բայց ընդդիմադիր Հայաստանի կրողներ են, նույնիսկ չեզոքներ, որ 3 չեզոքներ էին, հիմա դարձել են իրենց գլխավոր առաքելություն համարում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, որտեղ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը մեր ամրոցի բանալիները հանձնում է թշնամուն։ Այս վերջի կաթիլն էր, հա, եկեղեցու դեմ արշավը, համբերության, ինչ-որ սպասումների ունենալու վերջին կաթիլն էր։
Եվ բոլոր մարդիկ հասկանում են, որ այս ազգակործան պատոհասից օր առաջ ազատվելը ուղղակի գոյաբանական խնդիր է դարձել։ Մենք չունենք վատ իշխանություն, մենք ունենք օտարին ծառայող իշխանություն։ Այ առաջին 3 իշխանությունների մասին կարող ժամերով դրականն էլ խոսենք, բացասականն էլ խոսենք, բայց նրանք դավաճան չեն։ Հա, խոսքը գնում է այնտեղ լավ վատ իշխանությունների մասին, էլի, այն դասական կարանք մի լավն էլ ասենք, վատն էլ ասենք, թույլատրելին էլ ասենք, աններելին էլ ասենք, բայց այդ 3 իշխանությունները պետականության հակոտնյա չեն եղել։ Հակառակը։ Այս իշխանությունը եւ Հայաստանի Հանրապետությունը հակոտնյա կատեգորիաներ են։ Կամ այս իշխանությունը պետք է մտնա, կամ հանրապետությունը, կամ հակառակը։ Ես կարծում եմ այս ժողովուրդը այս ընտրության մեջ իր երկընտրանքի մեջ իր միանշանակ ընտրությունը ունի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։